Ես ինչ է, էլի նույն պատմությունն է, խոսա այդ տղա։ Ես ամենասկզբից այդ փողը պետքա ճարեի ու բերեի, անիմաստ տեղը իսկան բանի մեջ ընգա, մեկը էլի այդ փողը իմ վզովա։ Տղա ջան, նախ մի մորոցի դիմացը տողա կանգնած, դիմացը ուսուցիչ է կանգնած, լեքսիկոնիտ մասին մտածի։ Երկրորդը, դու ոչ թե պիտի մտածեիր այդ փողը ճարելու մասին, այլ նման պատմության մեջ չմտնելու մասին։ Ես հասկացել եմ արդեն, սխալ եմ արել, բայց արդեն ուշ է։ Դե եթե հասկացել ես, բոլոր հարցերն են իրանց լուծումը ունեն։ Դու հիմա հանգստացի ու մնացածը թողին վրա։ Լավ, շնորհակալություն պարոն Շահնազարյան, ու կներեք, որ ձեր հետ տենց խոսեցի։ Լավ, հիմա գնա դասի։ Տիկ Վարլուս։ Լավ, ախպերս, դու ոնց ես։ Ուր ես։ Վերջացնում ենք։ Լովին իմ տիկին արժից եմ մի քիչ ժամանակ տվեք։ Կներես, բայց չեմ կարող, Թորոս ջան, հիմա զանգը կհնչի։ Իբր որ ժամանակ տվեց խելքն ու գրածը ավելանալու են։ Չի արտագրելու հնարավորությունն ավելանալու։ Ինչ չուզողն եք։ Այդ է շոփ ջան, քո լավն ու վատը իմացի։ Բոլորս պետք է իմանանք։ Լրություն։ Ես ոնց հասկանում եմ, ձեր մեջ էլի ահավոր շատ էներգիա է կուտակվել։ Իսկ մենք գրեթե ողջ նյութը արդեն հասցրել ենք ուսումնասիրել։ Ուրս այստեղ ինչ որ վատ բան եմ լսել հեսա։ Լավ էլի չու։ Եվ այդ կապակցությամբ ես առաջարկում եմ, որ դուք հաջորդ դասի համար ձեր սիրելի հեղինակի 1 կամ 2 ըստ ձեր ցանկության ստեղծագործություն պատրաստենք, որ բոլորս այստեղ վայելենք։ Մեր կատարմամբ։ Չէ, հեղինակների։ Ցանկալի է ձեր կատարմամբ։ Իսկ եթե սիրած բանաստեղծ կամ բանաստեղծություն չունենք, կարող ենք չսովորել։ Այդ դեպքում չսիրած հեղինակի չսիրած բանաստեղծությունը սովորիր։ Ոնց հասկացա չեն կարող խոսապել, հա, անձնարարությունից։ Իսկ կարող ենք մի քանի հեղինակի գործեր ներկայացնել։ Իհարկե, Շուշի ջան։ Նիկոլ։ Ինչ ես այսքան ուշանում։ Կներեք տիկին Արաշեսյանը չի կրկնվի։ Հուսանք։ Նստիր։ Փաստորեն քեզ համար այսօրվա դասաժամը շատ կարճ տևեց։ Երեխան էլ հաջորդ դասին Միքայելի սխալը ոչ ոք չկրկնի, այլապես ստիպված կլինեք 2-ական բանաստեղծություն ասել։ Քաշվանք։ Այդ ինչի ուզում էիր ուշանայր։ Կասկածում էիր։ Տիկին Արաշեսյան ճիշտ ասած ուզում էի ձեզ հետ խոսել։ Ինչ որ բան է պատահել Միքայել։ Չէ, ոչ մի լուրջ բան։ Ապրես, ազատ եք։ Շուշանալ։ Տեսություն։ Մարի, հաստորեն դու իմ եփածն ու սեղանին դրածը արհամարեցիր, հա? Այդ ժամանակ սոված չէի։ Դա նրանց է, որ մոռացել ես, որ մենք մի ընտանիք ենք ու միշտ տանն ենք գիշերում, միշտ միասին ենք սեղան նստում։ Ճիշտ ես, ես շատ բան եմ մոռացել, բայց դրա մեղավորը ես չեմ։ Եթե մի քիչ մտածես կհասկանաս, որ այս պատմության մեջ մեղավորներ չկան։ Տատի, ես չեմ ուզում նորից ասեմ, թե ում մասին ինչ եմ մտածում։ Իսկ ես քեզ դա չեմ էլ հարցնում։ Ես ուղղակի մեծ ցավ եմ ապրում, որ իմ պահած շահած թորնիկը, ով միշտ արդարամիտ է եղել եւ կարողացել է պահպանել իր արժեքները ու միշտ բոլորի համար օրինակ է եղել։ Հիմա իրեն սիրող մարդկանց հանդեպ, ցավի հանդեպ շատ անտարբեր է։ Այդ նրանից է, որովհետև իմ աշխարհը փուլ է եկել։ Ու ես հիմա չեմ հասկանում, ով է ինձ հարազատ, իսկ ով թշնամի։ Այսինքն ուզում ես ասես, որ ես ու մայրը քեզ թշնամի ենք։
Մարի, սպասի։ Իսկ եթե Կարուն հայրդ չլիներ, ավելի թեթև կտանեիր չիմանալու փաստը։ Ինչի համար ես հարցնում։ Ուզում եմ իմանամ, այդքան շատ ես ատում Կարոյին, որ պատրաստ ես կորցնել եւ հորդ, եւ մորդ, եւ նույնիսկ ինձ։ Ես երբեք հայր չեմ ունեցել։ Դու իմ հարցին չպատասխանեցիր։ Ինչ-որ բան է պատահել Միքայել։ Չէ, Տիկին Արաշեցյան, ուղղակի ուզում էի ձեզ մի բան խնդրել։ Քույրս է եկել Ռուսաստանից, Խորակրոշես աղջիկը։ Ինձ էլ տարիքակից է։ Ուզեի ճշտել հնարավոր է մեր դասարան տեղափոխվի։ Իսկ հայերեն գրել կարդալ գիտի։ Հա, իհարկե գիտի։ Անցած տարի են տեղափոխվել Ռուսաստան, ուղղակի այնտեղ չէր համակերպվում, ամեն ինչ արեց, որ հետ գալի։ Պարզ է։ Իսկ ինչու չցանկացավ նախորդ դպրոցում շարունակել։ Հիմա արդեն մեր տանն է ապրելու, դրա համար ավելի հարմար կլինի այս դպրոց գա, էլի։ Հասկանալի է։ Լավ, Միքայել ջան, ես կխոսեմ Տիկին Վանջնու հետ։ Եթե խնդիր չէ, որ տարեվերջին նոր աշակերտուհի ընդունի, ես միայն ուրախ կլինեմ։ Շատ շնորհակալ եմ Տիկին Արաշեցյան։ Խնդրեմ։ Տիկին Արաշեցյան, վաղը Մարին կգա դպրոց։ Լավ, շնորհակալ եմ։ Ձեզ մերսի։ Համահեր ջան, բարև։ Բարև Դուխիկ ջան։ Ռիմային զանգում եմ անհասանելի է։ Ասել էր, որ ինչ-որ բան իմանալու դեպքում քեզ զանգեմ։ Հա, գնացել է քաղաքապետարան, երևի հեռախոսը անջատել է։ Դուխիկ, դուք հասկանում եք, չէ՞, որ այս ինչ արվում է խիստ վտանգավոր բան է։ Ես իրավունք չունեմ ձեզ ինչ-որ բան ասեմ։ Հա, գիտեմ, Մհեր ջան։ Ամեն դեպքում այս անգամ ընդառաջել եմ։ Հետո էլ երբեք նման բան չեմ անի։ Մորքուրիդ էլ կասես ինձ նման հարցով չզանգի։ Հասկացա։ Ու ոչ մեկին ոչ մի բառ այս մասին։ Հասկացա, Մհեր։ Հիմա համարը SMS կանեմ։ Լավ, շնորհակալ եմ։ Ես եկա։ Վայ, ինչպիսի երջանկություն, ինչի է տուրեիդ, որ մի հատ էլ եկար։ Գնացել էի ավարը բերեմ։ Մենակ տնակ ձեզ ինչ եմ բերել։ Ինչ ես բերել։ Չեմ հավատում, չոպ, ես դու փող ես ծախսել, մեզ կոնֆետներ ես առել։ Ճիշտ է, որ չես հավատում։ Ես անիմաստ գումար չեմ ծախսի։ Վայ չոբ, ես քո քծի ինչն եմ ասել, հա։ Բա այդ ինչ ես բերել, չոպ։ Գոչ։ Չլինի որոշել ես դասարանը վերմուտանես։ Սպասի կտենաս։ Ես ինչ ես անում է խելար։ Բայ, սպասեք, հա։ Ես ուղղ ուրախ տրամադրության պատրաստում եմ տեսնում։ Սպասեք, լավ, ես որ սենց է խոսում, հաստատ գլխի մեջ մի բան էփել է։ Սպասեք տնանք ինչ եմ անում։ Այ ապրել։ Ամենակիչը ինքն է ինձ ճանաչում, բայց ամենաշատը ինքն է վստահում։ Հայ փրին, չոփիկ։ Բայ, սպասի, հա։ Էսի ախմախը։ Հեսա տեսեք մեր անգլերենի չստացված դասատուի գլխին ինչ եմ բերում։
շատ սիրելի դուխին է։ Ես ախր իմ շատ սիրելի դուխին է։ Դու փորձում ես ինձ տերորի ենթարկել։ Այդ ինչ ես արել, Ֆարադեյ։ Ազնիվ խոսք, ոչ մի պարսավանքի արժանի բան։ Ոչ մի պարսավանքի արժանի բան, հա։ Ինչ ես տենց բան արել, ինչ ես զանգել թեժ գից։ Լուր մնացեք։ Ես քիչ առաջ ասեցի, որ լուր կմնաք։ Հա, Հասմիկ։ Ինչ էր խոսում այդ կողքիդ երիտասարդը։ Չէ, ոչինչ։ Կներեք ընկեր Բարեղամյան։ Չեմ հասկանում, ես դասանում կավիճ չկա։ Լավ էլ ընկեր Բարեղամյան, կավիճն ինչա որ մենք չունենանք։ Բա ուրա ոնց որ չեմ տեսնում։ Նեղորվա համար ենք պահել։ Դե այդ նեղորվա պահած կավիճը բերեք, որ գրատախտակի վրա կարողանում աշխատել։ Կներեք, բայց չեմ կարող ընկեր Բարեղամյան ջան։ Ինչի՞։ Վախենում ես գցես մոտիկ։ Չէ, ուղղակի բարձր տեղա դրված, բոյս կարողա չհասնի։ Տենում ես ինչ անարդարակյանքը։ Բոյդ փոխարեն լեզուտա երկարել։ Խնդրեմ, անցած անգամ ես եմ բերել, ավելացրել մեջն եմ գցել, նույնիսկ գունավոր կավիճներ կա, եթե հանկարծ մտածեք ամպիկներ կամ արևիկներ նկարեք։ Սա նկարչության դաս չի։ Սա անգլերենի դաս է։ Ես մտածում էի մեջտեղինն է։ Ստեղա։ Այ։ Վայ, ես սեր ինչն եմ ասել։ Վայ, կավիճը մեծացել գաջ ադառել։ Ես սեր ինչն եմ ասել, հա։ Էդ չի կանում։ Ուզում եք ձեզ լողացնենք։ Թույլ չեմ տա։ Սեր։ Միշո գնա դրանց հետևից։ Շուշան էլ դրանց ոչ մեկ ու ոչինչ չի կարող կանես, հետո գնա։ Այս ինչ նորի Դուք ստե ինչ եք անում։ Շեֆը ստե է։ Չէ, քո բախտից չէ։ Բարեղամյան ինչ եղի, ինչ ես վազում։ Թորոս խասինձի փրկամ է, հետո անկոր կոշակերտերին ասա թո իրացը խելոք փոխենացի ոտից գլուխ հլետես ինչ չորած։ Վայ քելա խասի թորոս։ Ես դու ես Սիմոնյան։ Ինչ Սիմոնյան, ես Բարեղամյանն եմ։ Բա ինչ ես Սիմոնյանի պես խոսում։ Բայց գիտեք, որ ես նյարդայնանում եմ իմ ծագումն է բարակամ, բարբարով եմ սկսում խոսել, համել հիմա դրա ժամանակը չի, Թորոշ ջան, խնդրում եմ, հիմա դու կարող ես ինձ օգնել, արի գնանք այդ տանկարկներին ասա, թող խելոք մնամ։ Դու բանաս գնանք, ամել ես ինչա վիճակը։ Կարճ կոնկրետ վիճակս կաճա։ Հələ այդ հանդաստրյակներն ուզում էին ջրով լվացեցնեին ինձ։ Թորոշ ջան, խնդրում եմ էլի, դու կարող ես ինձ օգնել, արի գնանք։ Ինչի ես ծիծաղում։ Աբոտ չծիծաղեմ։ Այդ երեխեքի երևակայությունը ինձ միշտ զարմացնում է։ Կարծում եի էլ վերջել, ոչ մի նոր բան չեն կարող մտածել։ Ինչ ասես արել են դասատուների գլխին, բայց արի ուտես որ չէ։ Դե լավ, էլի,
փոխանակից պաշտպաներ, դու իրանց ես գովաբանում։ Լավ հանգստացի, մի բան կմտածեմ։ Բայց տես, հա, ես ոչ մեկի համար հենց այնպես ոչ մի բան չեմ անում։ Այսինքն, այդ ինչ ես ուզում ասես, որ։ Ուզում եմ ասեմ, որ ես հիմա կգնամ այդ հարցը կլուծեմ, բայց դու մտածի, թե ոնց ես դրա տակից դուրս գալու։ Լավ։ Համել այդ մորուքդ պոկվել է, կպցերու, մորուքի դուրայի ալուրն էլ թափ դուր, հանկարծ չուտ ես սխալմամբ, ախմախ։ Լավ։ Ձեռեք քաշարը ձեր կյանքից։ Գոնե ջոգում եք, որ կրակի հետ եք խաղում։ Այս 1000 անգամ կրակի մեջով անցած ողջ մնացած տղեկին կրակով ես վախացնում։ Պաստորեն էլի։ Արա ինչ ես հավի պես կային է նայում։ Մի բան արա։ Ախ։ Հանգիստ։ Գետա շեֆիդ կասես։ Վանու ու տիկոն է ինձ դե։ Ու մեր ասածը հələ ուժի մեջ է, բան չի փոխվել։ Երեխեքից դպրոցից մեկ է տարածքից հեռու եք, հասկացա՞։ Սպասում էի հրամաններիդ։ Չես ջոգ է։ Ախ։ Արաս գուշեղի մյուս անգամ ոտիստը գլուխը չհայտնվի, հետո շեֆինը։ Չնայած ինքը արդեն գիտի ինչ պետք է անի, որ այդ ամեն ինչը տեղի չունենա։ Հասկացանք, չէ՞ իրար։ Հələ սպասեք գլխներիդ ինչ է գալու։ Արա ինչ ես ցծվել։ Արի օգնի։ Խոսի Ֆարադեյ, ասա որ դու չես զանգել թեժգից, ասա որ դա ինչ որ մեկի հիմար կատակն էր։ Փաստորեն այդ թեժգիծը իրոք գործում է, իսկ ես մտածում էի, որ ձևական բնույթ է կրում։ Այսինքն, դու իրոք զանգել ես թեժգից, դու գժվել ես, խելքը թռցրել ես։ Հավատացնում եմ, դուխին է, ես այդ զանգով ոչ մեկի վնասելու ցանկություն չեմ ունեցել։ Բայց փաստորեն վնասել ես։ Դու մեր դպրոցի վարկանիշի հետ ես խաղացել։ Դու հասկանում ես ինչ ես արել, Ֆարադեյ։ Իմ լավ ու վատ օրերի ընկեր, եթե ես իմանայի, որ իմ այդ զանգով ինչ որ մեկի կվնասեի, ես երբեք չէի զանգի։ Դու պատկերացնում ես ինչ ես արել։ Ախր ինչ ա խելքիդ փչել, որ զանգել ես թեժգից։ Եթե մեր դպրոցում դրամահավաք ա լինում, դու պետք է ասես լանջուն, կամ գոնե ինձ, որ մենք այդ հարցը լուծենք։ Չէ, ինչ ես խոսում, Դուխինե ջան, ես շատ երկար տարիներ եմ աշխատում եմ այս դպրոցում եւ երբեք նման բան չեմ նկատել։ Մեր դպրոցում դրամահավաք չի եղել երբեք։ Այսինքն, բայց դեպքում ինչ ես զանգել։ Ուղղակի ուզում եմ իմանալ այդ թեժ գիծը իրոք գործում է թե ոչ։ Ֆարադեյ, դու գիժ ես։ Ոչ, ես քիմիայի ուսուցիչ եմ։ Ինչ լավ է հիշացրեցիր։ Ինչ լավ է հիշացրեցիր, որ դու քիմիայի ուսուցիչ ես։ Փաստորեն, այդ քիմիական նյութերը ազդել են ուղեղիդ վրա։ Դե լավ, հերիք է, Դուխինե, հերիք է զայրանաս։ Ես արդեն ամաչում եմ իմ այդ ամփույթ արարքից։ Պետք է չամաչես, պետք է գետինը մտնես։ Դու պատկերացնում ես, եթե լանջունին իմացավ, թե ով է զանգել թեժգից, քեզ հետ ինչ կլինի։ Նա չի իմանա, դու չես ասի նրան։ Էլ ոնց կասեմ։ Խնդրում եմ, խղճա ինձ իմ հին ու լավ օրերի ընկեր, խղճա քո մեղսավոր բարեկամին։ Երբեք։ Խնդրում եմ։ Ասացի ոչ, ես լանջունուն ամեն ինչ պետք ասեմ, որ այդ դդում գլուխդ մտնի, որ տենց բաներ չի կարելի անել։ Բայց եթե դու լանջունուն ասես, ես այլևս դպրոցում չեմ աշխատի։ Խնդրում եմ, երբեք նման բան չեմ։ Սատանեն ինձ ասում է, որ լանջունուն ամեն ինչ պատմեմ, որ էլ երբեք նման բաներ չանես։ Ուղղակի մեղքս գալիս ես։ Որովհետև դու իմ լավագույն ընկերն ես։ Լավ, Ֆարադեյ։ Ես քեզ այս անգամ կփրկեմ։ Բայց եթե մի անգամ էլ նման բան կրկնվեց, գլուխը թռցնելու եմ։
Ես խոստանում եմ, որ էլ երբեք նման փորձեր չեմ անի։ Թող կորչի այդ թեժգիծը։ Հուսով եմ։ Իմ փրկիչ, շնորհակալ եմ քեզ շատ։ Գնա դասի չուշանաս։ Կյանքում մեկ անգամ փորձեցի ինչ-որ բան անել ու ընկա փորձանքի մեջ։ Միշ։ Բարև դեպք։ Լավ եք։ Լավ։ Միշո ջան, ուզում Մարից հարցնեմ, դաս եկել է։ Չէ, այսօր չի եկել։ Իսկ կարող է հետը խոսացել ես, ոնց է։ Ճիշտն ասած, մի քիչ լավ չի։ Բայց օրինակ ինձ լսեք կարելի է մի որոշ ժամանակ հատկացնել Մարին։ Ես մտածում եմ ժամանակը ամեն ինչ կկարգավորի, էլի կհամակերպվի, կհասկանա ձեզ։ Չէ, Միշո ջան։ Ինձ հասկանալը շատ դժվար է։ Դժվար է հասկանալ։ Դե դժվար է, բայց հնարավոր է էլի գոնե։ Ճիշտ ես ասում։ Հնարավոր է, եթե Մարին ցանկանա։ Բայց ես ոնց տեսնում եմ Մարին չի ցանկանա։ Ձեզ Կարո ջան, ես իրան լավ ճանաչում եմ ու համոզված եմ մի որոշ ժամանակ հետո ամեն ինչ կկարգավորվի։ Շատ շնորհակալ եմ, որ կողքին ես, Միշո ջան, ապրես, շատ ապրես։ Դա այդ բահով կարող հանգիստ լինեք, օտար մարդիկ չենք։ Ապրես, Միշո ջան։ Զանգ կտա կարող են դուրս չգանք։ Այդ երբանից դարարդ ես պարտաճանաչ աշակերտ։ Արի դասից հետո կմտնենք։ Ոնց է։ Դե ինչ-որ շտապ գործ ունես։ Չէ, ինչի։ Քեզ կարևոր բան ունեմ ասելու։ Դե ասա ոյ։ Լսի, դու չես պատկերացնի, բայց այնպես ես ինձ ոգեշնչում քո խորհուրդներով, որ գլխիս մեջ անդադ մտքեր են ծնվում ու ես ուզում եմ դրանք հերթով իրագործեմ։ Այդ շատ լավ է, ես ուրախ եմ, որ դու շատ ոգեշնչված ես, բայց կասես իմանամ արդյունք ունենք, թե դեռ սպասում ենք։ Ունենք։ Դե ասա, մի ձգի։ Ուրեմն այսօր իմ ու Վանի համբույրի երկրորդ սերան է լինելու։ Ոնց։ Անընդհատ պիտի հարցեր տամ, թե կպատմես։ Այսօր մենք ես ու Վանը հանդիպելու ենք մեր ընկերներին։ Դե ես Վանին առաջարկեցի, ինքն էլ չմերժեց։ Հետ շատ լավ է, բայց այդ ո՞նց եղավ որ չմերժեց։ Դե ես այնպես մատուցեցի ու ասեցի, որ ուղղակի չէր կարող մերժել։ Էլին պատմի ու ոչ մի բան չթաքցնես ինձնից։ Վայ, ես ո՞նց կարող եմ քեզնից ինչ-որ բան թաքցնեմ։ Ուրեմն նայ։ Իմացել եմ, որ մեր հին ընկերները Սաթենն ու Ռոմանը եկել են արտասահմանից։ Հետո հանդիպեցի Սաթենին, ասացի, որ ոնց որ զույգերով 4-ով երեկոյան հանդիպենք։ Հետո էլ Վանին այնպես ասեցի, որ իբրև Սաթենն ու Ռոմանն են պնդել, որ հանդիպենք, բայց իրականում Սաթենը ընդհանրապես չէր ուզում, իրան հարմար չէր, ուղղակի ես անդադ ասեցի, դե չկարողացավ մերժել։ Շատ լավ է։ Իսկ մի քանի սենց հանդիպում ու ամեն ինչ քո սրտով կլինի։ Հո, հուսով եմ։ Լեյթ, հուսով եմ այսօր երեկոյան Վանի մոտ ինչ-որ գեղեցիկ հուշեր են արթնանալու։ Գեղեցիկ հուշերից հետո էլ ձեր սերն է վերականգնվելու։ Հուսով եմ։ Սպասում եմ երեկոյին ու հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Հենց այդպես էլ կլինի։ Մի մտածի։ Բարև Անուշ։ Բարև։ Առողջից Մարին եմ փնտրում, բայց Մարին դպրոց չի եկել։
Իզուր ես նեղություն քաշել։ Գիտեմ։ Այսինքն Միշոն ասաց։ Այդ դեպքում ինչ ես ուզում ինձանից։ Ես ուղղակի չեմ հասկանում։ Մենակ Մարիի ներկայացակա անելու մասին պետք է խոսենք։ Ոչ։ Նաև կարող ենք խոսել քո անպատասխանատվությունից։ Անուշ, ինչ ես ուզում ինձնից։ Ինչը դուրս չի գալիս։ Այն, որ քո անպատասխանատու քայլերի պատճառով մարդկանց կյանքը տակնու վրա ես անում, նրանց շփոթմունքի ես ենթարկում։ Ես հասկանում եմ պատճառը։ Ես գիտեմ ինչի ես ինձ մեղադրում, որ Մարիին ասել եմ։ Ոչ սխալվում ես։ Ես քեզ ասելու համար չեմ մեղադրում։ Այն նրա համար, որ Մարիի կյանքը շուռ է եկել, որովհետև դու առանց բացատրությունների Մարիին ասել ես իր կյանքի ամենաանհավանական փաստն ու քաշվել ես մի կողմ։ Ես չգիտեմ։ Ես ինչ անեմ։ Հասկանում ես, Մարին անգամ թույլ չի տալիս իրեն մոտ գնալ։ Ես այսօր մտածում էի հատուկ կամ դպրոց, որ տեսնեմ երեխուս, բայց Էլի ես, դու միայն քո զգացմունքների, քո ապրումների համար ես անհանգստանում։ Ուրիշ ոչինչ քեզ չի հետաքրքրում։ Ուզում ես հավատա, ուզում ես չէ, բայց ամենակիչը ես իմ մասին եմ մտածում։ Ես իմ այս կարճ խելքով էլ արդեն չգիտեմ ինչ անեմ, չգիտեմ ինչ անեմ, որ ամեն ինչ տեղը գցեմ։ Ես չեմ ուզում, որ իմ անցյալի արած սխալների պատճառով աղջիկս դուժի, Էրիկս, Լիդիան, դու Քեր Նարե ջան, ես դուրս ես եկել ման գալու։ Դուրս եմ եկել ման գալու, ամել կարոտս եմ առնում։ Ձեռքիդ էլ ասեցի աշխատանք ման գամ։ Բա դու ինչ ես անում։ Դե ես էլ իմ գործն եմ անում։ Հեսամ 2 ժամից կավարտեմ կգամ տուն։ Ոնց քեր, ուզում ես ասես էսա քո գործը։ Քո գործը փողոց ավլելն է։ Նարե ջան, որ մարդներն անգնում, ոչ մի գործ էլ պիտի անուն չտնի։ Քեր չեմ հավատում։ Ոնց կարա էս լինի քո գործը։ Ախր դու միշտ լավ տեղեր ես աշխատել։ Գիտեմ, որ նեղվել ես, դրա համար ես ասում։ Այս դե ժամանակավոր բան է, Նարե ջան։ Միշոս հիմա շատ է ծանրաբեռնված։ Ասի, մի բանով էլ ես օգուտ տամ։ Մի քիչ հոգսը թեթևացնեմ։ Ախր չէի կարա սպասեի, թե երբ իմ սրտի գործը ինձ կտան։ Մի որոշ ժամանակ կաշխատեմ, հետո լավ գործ որ լինի կթողնեմ։ Իսկ Միշոն գիտի թե դու ինչ գործ ես անում, քեր։ Չէ, Նարե ջան։ Չգիտի։ Դեռ չեմ ասել։ Բայց պիտի խնդրեմ, որ դու էլ չասես։ Ինչի՞, որովհետև գիտես, չէ, որ շատ կնեղվի։ Ոչ միայն կնեղվի, այլև իրան շատ վատ կզգա։ Գիտեմ, Նարե ջան, գիտեմ։ Բայց միևնույն է, պիտի խնդրեմ, որ Միշոյին բան չասես։ Լավ, քեր ջան, ասենք այսօր չասեցի, վաղը չասեցի։ Պատկերացնում ես ինքն էլ մի օր քեզ sense պատահական կտենա ու պատկերացնում ես ինչ կկատարվի։ Ախր այդ բալա ինչ վատ բան կա այս գործի մեջ, հա։ Գործը անում ենք էլի։ Ես չասեցի թե վատ բան կա։
Ուղղակի չեմ պատկերացնում, որ մի քանի բարձրագույն կարմիր դիպլոմով ավարտած իմ քեռին այսօր կարա ավելը ձեռքն առնի ու փողոց ավլի։ Այն էլ այն դեպքում, երբ Միշոյի նման տղա ունի, ու որ երկու տեղ աշխատում է, որ ամեն ինչ հասցնի։ Այդ բալա, դե ես էլ աշխատում եմ, որ ես էլ մի բանով օգնած ելնեմ։ Այդ հոգսը մենակ իր ուսերին չթողնեմ, գոնե մի քիչ հոգսը տետևացնեմ։ Կարաս հանգիստ լինես, քեռ։ Ես Միշոյին ոչ մի բան չեմ ասի։ Երբ հարմար գտնես, դու ասա, բայց նայի շատ չձգձգես, որովհետև ինքը կարա ուրիշից իմանա, ու ամեն ինչ շատ վատ կլինի։ Այդ Միշոյին իմանալով եմ ասում։ Եղավ բալես, դե գնա դու, ես գործս կվերջացնեմ կգամ։ Ինչ ես պարապստեր, արագացրու, գնա լվացվի կես տեսքի բեր, որովհետև հետըտ առանձին եմ խոսելու։ Եղավ, դու մտածում ես մակավորից համ այդ աշակերտերեցի պետքարարում չեն դիմավորելու։ Չեն դիմավորելու, այդ երեխեքը քերու ասածը գետնով չեն տալի։ Լավ, ասում ես խնդիր չկա Թորոս։ Ինչ ես կամնել, արագացրու գնա, պարոն Սիմոնյան։ Ոչ թե Սիմոնյան, այլ Բարեխամյան։ Չէ մի չէ, անգլերենի մասնագետ։ Գնում։ Ես նվահում։ Լանջերի ջան, արի չամտը, արի նստի լանջերի ջան։ Շուշ, եթե մամայիդ այստեղ լավ գործ առաջարկեմ, չի ուզի։ Ինչ գործ։ Դե խոհանոցում խոհարարի օգնականա պետք։ Եթե համաձայնվի, աշխատավարձը տեղը տեղին։ Տղեկը հավաքվում են։ Ոչ էդի, ոչ էլ դրա ընկերը չեն պլստան։ Ու եթե ասածներս լավով չհասկանան, վատով եմ հասկացնելու։ Վան, ինձ այս ամենը ընդհանրապես դուրս չի գալիս։ Միգուցե այն ընկերոջդ Հովեանին դիմես։ Չէ, Անուշ, ես իմ ձևերով հարցը կլուծեմ, Հովեանը դիմել պետք չի։ Այդ մարի հետ նորից կխոսեմ փոքրով։ Այսինքն նա արդեն մի անգամ խոսել ես ու չեր ուզում իմ մասին լսել։ Շուրջան այդ ժամանակի հարցը դու շատ մի անհանգստացի։ Մենակ իմացի, որ Մարին քեզ շատ է սիրում։ Ոնց կարող էինք չգալ։ Էինք։ Հա։ Ծանոթացեք, իմ ընտրյալն է, Ռոման, Սաթեն, Անուշ։